Բա ձեր միկրոֆոն էս հիմա որտեղ է, էս որտեղ է։ Հատուկ իրան եմ։ Վարչապետ հայտնի դարձան, որ աշխատանքից ազատել եք, չգիտեմ, դուք հստակեցրեք անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը, ինչ պատճառով եք իրեն աշխատանքից ազատել, արդյոք ձեր որոշումը կապ ունի երեկվա Սամվել Կարապետյանի տանը իրականացվող։ Հիմա դե տեսեք դուք միկրոֆոնները ոնց եք բան, որ հիմա մի քիչ հետ տանեն։ Արդյոք ձեր որոշումը կապ ունի երեք Սամվել Կարապետյանի տանը իրականացվող գործողությունների եւ նաեւ հայ առաքելական եկեղեցու հոգեվորականների վերաբերյալ ձեր գրառումների հայտարարությունների հետ։ Արմեն Աբազյանը իմ վարչապետության օրոք ամենաերկարն է եղել ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնում եւ աշխատել է ամենաբարդ շրջանում 2020 թվականի նոյեմբերից եւ նրա պաշտոնավարման ողջ ընթացքը եղել է չափազանց բարդ եւ ես կարծում եմ որ նա արժանացել է որ մի քիչ հանգստանա որովհետեւ այս 4 ավելի մի րոպե 5 տարի այդ լարված պայմաններում աշխատել է ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնում կարծում եմ հասկանում եք որ հեշտ չի իմ նշած հանգամանքների հետ կապ չունի գիտեք ձեր նշած հանգամանքների հետ ուղղակի կապ ունի իմ նշած հանգամանքների հետ իսկ ընդհանրապես ազգային անվտանգության ծառայության տնօրենի աշխատանքը առնչվում է գրեթե ամեն ինչի հետ, հատկապես այն ինչ որ վերաբերվում է անվտանգությանը, այդ թվում հիբրիդային անվտանգության։ Հրաժարվել է որևէ հանձնարարություն կատարել, պարոն վարչապետ։ Չէր կարող ազգային անվտանգության ծառայության տնօրենը հրաժարվել իմ որևէ հանձնարարություն կատարել։ Պարոն Փաշինյան, Սամվել Կարապետյանի շուրջ ընթացող իրադարձությունները ինչու սկսեց, այսպես ասենք, արշավ բռնեցին այն հայտարարությունից հետո, որ արեց Կարապետյանը եկեղեցու։ Գիտեք, մասին սկսվեց այդ ամբողջ այդ հայտարարությունը եկեղեցու մասին չէր, այդ հայտարարությունը Հայաստանի Հանրապետության մասին էր եւ փորձ էր արվում տպավորություն ստեղծել, թե Հայաստանի Հանրապետությունում կարող են գալ ինչ որ մարդիկ, ինչ որ տեղերից եւ ինչպես իրենք են ասում իրենց ձևերով ինչ որ բան անել եւ Հայաստանի Հանրապետությունը ունի արձագանքի կոնկրետ լծակներ եւ ես չեմ հանդուրժի ընդհանրապես որ որի մեկի լեզուն պատտվի տենց բան ասի ես ընդհանրապես խորհուրդ եմ տալիս որ որի մեկի լեզուն չպատտվի տենց բան ասի որովհետեւ գիտեք Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավարական երկիր է եւ Հայաստանի Հանրապետությունում յուրաքանչյուրը ունի կարծիք արտահայտելու հավաքներ անցկացնելու, քաղաքական եւ հանրային կյանքի մասնակցելու իրավունք, բայց Հայաստանի Հանրապետությանը սպառնալ որևէ մեկը չի կարող եւ ես ինչքան էլ ժողովրդավարություն ամենակոշտ եւ ամենակոպիտ միջոցները կձեռնարկեմ ցանկացած նման դեպքում։ Այսինքն Կարապետյանը ուղղակի ասաց, որ ես կլինեմ եկեղեցու Կարապետյանը գիտեք ինչ եկեղեցու եւ ով որ այսպիսի բան ասի պետք է Կարապետյանը ասաց, որ մենք եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, այսինքն եթե քաղաքական մենք մեր ձևերով կմասնակցենք կամ կմիջամտնենք եւ այլն եւ այդպես շարունակ։ Դա արժանացել է եւ արժանանալու է կոնկրետ համարժեք գնահատականի։ Ընդհանրապես ես ձեզ մի բան ասեմ, որ Հայաստանի Հանրապետության ժողովուրդն էլ ինչ այլ ուզում ես մեղադրում է եւ մարզային այցերում էլ այդ մեղադրանքը հաճախ են նշում։ Մեր երկրում ցավոք շատերը կամ ոմանք ժողովրդավարությունը փորձում են նույնացնել թուլության հետ։ Ես ասում եմ նրանք ովքեր կփորձեն կամ կշփոթվեն ժողովրդավարությունը թուլության հետ շփոթել, պետության համը կմնա նրանց բերաններում։ Այսինքն ով որ ասի որ կանգնել են եկեղեցու կողքին ճակատագրին է ով որ ասի որ եթե քաղաքական գործիչներ եւ ճանապարհները չաշխատեն, մենք մեր ձևերով կմիջամտենք, արժանանալու է մենք մեր ձևերով կմասնակցենք արժանանալու է այո եւ ուրիշը ասեմ ես կարծում եմ նաեւ հիմա արդեն հայտնի է իմ կարծիքով նաեւ այդ հայտարարությունը ընդհանրապես կապ չունի ոչ եկեղեցու ոչ եկեղեցու շահերի հետ ես ուղիղ 1 ամիս առաջ 1 ամիս ժամկետով տվել էի կառավարության անդամներին
վերաբերելի անդամներին հանձնարարական, որ կամ հեծին կողմից ժողովրդին հասցված վնասը պետք է վերականգնվի, այդ ինչ պատմություն է։ Իմ բազմաթիվ մարզային այցելությունների ընթացքում ես զարմանքով եւ զայրույթով դրա մասին հրապարակային խոսել եմ մի քանի անգամ, զարմանքով եւ զայրույթով արձանագրեցի, որ ըստ էության հեծը իր գործունեության արդյունքում Հայաստանում գրեթե էներգետիկ ճգնաժամ է ստեղծել եւ հիմա նաեւ վերլուծությունը հիմք է տալիս մտածելու առնվազն թույլ չի տալիս հրաժարվել այդ մտքից, որ այդ ամեն ինչը արվել է եւ արվում է Հայաստանում ներքին հանրային դժգոհություն գեներացնելու համար։ Բայց ես տվել էի հանձնարարական, որ մի ամսվա ընթացքում կամ պետք է հստակ ժողովրդին հասցրած վնասը վերականգնելու մեխանիզմներ դրվեն, կամ հեծը պետք է ազգայնացվի, այսինքն պետականացվի։ Իմ հանձնարարականի օրը լրանում է հունիսի 21-ին եւ ես այդ ակտիվացումը ուղիղ կապում եմ իմ այդ հանձնարարականի, իմ այդ որոշման, որովհետեւ կառավարության անդամները սկսել էին աշխատել, հեծին հստակ ուղերձ տվել էին, որ տեսեք, եկեք կամ հստակ հաշվարկում ենք ժողովրդին ինչ վնաս եք հասցրել, ոչ միայն ժողովրդին, պետական եւ մասնավոր կազմակերպություններին, որովհետեւ որ գյուղ գնում եմ, որ համայնք գնում եմ, որ մարզ գնում եմ, մարդիկ համատարած ինձ առաջ ուղիղ հարց են դնում, ասում են հոսանքը անջատվել է, մի հատ լվացքի մեքենա ունեինք, վառվել է, մի հատ սառնան էինք առել, վառվել է, հեռուստացություն էինք, վառվել է, ով է դրա պատասխանը տալու։ Երբ որ դա մեկ դեպք է, երկու դեպք է, երեք դեպք է, դա ուրիշ իրավիճակ է։ Ես Լոռու մարզում այց եմ կատարել, Լոռու մարզի իմ այցի ժամանակ ես ուր մտել եմ, հոսանք չի եղել։ Ուր մտել եմ կամ եղել է, անջատվել է։ Դպրոց կլինի, մանկապարտեզ կլինի, հյուրանոց կլինի, մասնավոր հիմնարկ կլինի, համայնքային հիմնարկ կլինի։ Սա անհանդուրժելի վիճակ է եւ ասում եմ, եկեղեցին տվյալ դեպքում հեծի շուտով նախկին սեփականատերերի համար ընդամենը ծխածածկույթ է։ Ներողություն, բայց պայմանը արդեն խախտում ենք, էլի։ Ենթադրում եմ, որ ոչ, իրենն է։ Ինքողակի հետո կամ։ Պարոն Փաշինյան, հիմա Սամվել Կարապետյանը երեք հայտարարեց, որ թքած ունի հեծի հետ կապված գործընթացների վրա, այսինքն դուք բիզնես այս գործունեությամբ դադարեցման կամ ազգայնացման անվան տակ չեք կարող իր մտադրություններից նրան հետ պահել, այսինքն ինչ եք անելու Սամվել Կարապետյանի հետ, քրեական գործեր են հարուցվելու, ներդրումները ամբողջ այն տարիներն, որ ինքը իրականացրել է Հայաստանում, դրանք բոլորը ազգայնացվելու են, ինչ գործողություններ եք անելու Սամվել Կարապետյանի հետ եւ ինչպես եք վեհապարի հետ կապված գործընթացները իրագործելու ձեր ուզած սցենարով դուք ուզում եք հեռացնել նրան Բեհարանից։ Հայաստանի Հանրապետությունում կա իրավակարգ եւ այդ իրավակարգի շրջանակներում կարծում եմ ամենաարագ եւ արդյունավետ գործելու տեղը ազգային ժողովն է, կարծում եմ մեր մասնագետները քննարկում են արդեն ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը եւ ազգային ժողովում արդեն կա նախագիծ, օրենքի նախագիծ, որտեղ ձեր բոլոր հարցերի պատասխանը տրվում է հեծը ազգայնացնելու մասին օրենքի նախագիծ եւ կից օրենքներում կամ օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծ ամեն ինչ տեղի կունենա օրենքով։ Քրեական վարույթները դրա հետ այս տրամաբանության կապ չունեն, կապ կստեղծվի թե չէ, այդ արդեն ուրիշ խնդիր է, բայց բում process-ը, հա? Ինչ մտադրություն, որ ինքը մասնակցելու է այս գործընթացներին իր ձևով, այսինքն ինքը ետ չի կազմել, ինչ է կանելու։ Իր ձևով, տեսեք, իր ձևով ես ասում եմ, այդպես ասած, Հայաստանի Հանրապետությունում քաղաքական գործունեություն կարող է ծավալել յուրաքանչյուր անձ, բայց երբ որ մի կողմ է դրվում քաղաքական գործունեությունը, մյուս կողմում դրվում է իր ձևով մասնակցությունը, Հայաստանի Հանրապետությունը կկասեցնի ցանկացածի իր ձևով որևէ հարց լուծելը։ Իր ձևով շատ լավ, ես կարծում եմ քննչական մարմինները կտան համապատասխան գնահատականներ
իսկ մոմ վառելու հետ կապված կարծում եմ կարող է իր ձևով հարցերը լուծելու մասին հայտարարություն անողը կարող է այդ մասին ցուցմունքներ տալ, բացատրություններ տալ, փորձաքննություններ ներկայացնել, այդ ժամանակ կպարզվի։ Աշխարհաքաղաքական հետք տեսնեք այս ամենի մեջ։ Ընդհանրապես գիտեք ինչ, աշխարհաքաղաքականությունը շատ բարդ բան է, ամեն ինչի մեջ էլ աշխարհաքաղաքական հետք կարելի է տեսնել, նայած ինչքան նայես, նայած ինչքան հեռավորությունից եւ ինչքան մոտիկից նայես։ Պարոն Փաշինյան, Խնդրում եմ, եկեք պահենք պայմանը, որովհետեւ մյուս գործընկերների իրավունքները բան չանենք, որ արագ շարժվենք, էլի ես էլ փորձեմ արագ պատասխանել։ Դրա համար խնդրում եմ երկրորդ հարցը մի տվեք, որ ես կարողանամ արագ պատասխանել։ Եվ որովհետև ենթադրում եմ, որ այն հարցը, որ տալիս եք, թեմաները մոտավորապես պարզ են, ինչ են հարցը։ աշխարհաքաղաքականությունից խոսեցիք, ամբողջ աշխարհը խառնված է իրար, պատերազմներ են գնում, դուք պատերազմ եք հայտարարում մեր հայրենակիցներին հայոց առաքելական եկեղեցու դեմ, երբ եք անցնելու վարչապետի լիազորություններին եւ մեկ փոքրիկ հարց էլ արդյոք չեք վախենում պայմանը խախտեցիք արդեն։ Ուրեմն նախ հետեւյալը ես հայ առաքելական եկեղեցուն եւ մայրաթորին չեմ կարող եւ պատերազմ չեմ հայտարարել։ Պատերազմ հայտարարել են այն մարդիկ, ովքեր խախտում են հայ առաքելական եկեղեցու կանոնակարգը, խախտում են կուսակրոնության ուխտագիրը, խախտում են մեր ավանդույթները եւ իմ խնդիրը որպես հայ առաքելական եկեղեցու հավատավոր հոտի հավատարիմ ներկայացուցիչ եկեղեցին վերադարձնելն է հոգեվոր արժեքներին եւ հոգեվոր արմատներին։ Ինչ վերաբերում է աշխարհաքաղաքականությանը, այո, տարածաշրջանում իրադրությունը շատ բարդ է եւ եթե դուք նկատել եք, ես այդ իրադարձությունների մեկնարկից ի վեր ներքաղաքական հարցերով առանձնապես չի արտահայտվում, բայց դա չի նշանակում, որ մյուսները այդ պասիվությունը պետքա օգտագործեին լկտի հարձակումներ անելու համար։ Այդ լկտի հարձակումները համարժեք պատասխան կստանան։ Ես ունեմ արդեն համոզվել եք։ Խնդրեմ։ Չունեք հարց, խնդրեմ։ Դուք վստահաբար ընդդում եք արդեն մայիսի 31-ից հասած, որ սպազանները խախտել են, հա, 2019-յան 8-ը։ Միշտ ասում եք հիմքեր կա, արդեն կպահականներն էլ դա որպես բացարձակ ճշմարտություն են ներկայացնում, երեկ էլ վեհապարին շնորհավորում էին հայրերի օրվա առիթով։ Ուզում եմ հասկանալ, բացի ձեր ենթադրությունները, դուք որևէ այն հիմք ունեք նման մեղադրանքներ հնչեցնելու հայ առաքելական սուրբ եկեղեցու ծառաների նկատմամբ։ Ես կարծում եմ, որ ես ունեմ ապացույցներ, եթե ես խոսում եմ, ուրեմն ես ունեմ ապացույցներ, բայց ես առաջարկել էի, դուք չեք նկատել, որ չեն վիճարկում իրենք դա։ Իրենք չեն վիճարկում։ Ամենալուրջ է ձեր հայտարարությունը։ Իրենք չեն ասում, իրանք ընդհանրապես չեն վիճարկում իմ հայտարարությունները, չեն վիճարկում։ Այ երբ որ կվիճարկեն, ես առաջարկել էի, եթե իրենք որևէ ձևով վիճարկում են, իրենք կարող են դատի տալ եւ այդ ապացույցները կներկայացվեն կամ այլ ձևաչափով այդ ապացույցները կներկայացվեն։ Խնդիրը այն է հետեւյալը, ընդ որում ես ուզում եմ շատ հստակ ընդգծեմ, ընդ որում ես մոռացա մի վարքյան իմ դիրքորոշումները ամբողջությամբ հիմնված են հայ առաքելական եկեղեցու կանոնների վրա, հայ առաքելական եկեղեցու իրավական կանոնների վրա, որով հենց եկեղեցին ինքը Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարությունում գրանցել է որպես հայ առաքելական եկեղեցու կանոններ եւ կանոնակիր։ Դա դուք ինչու եք հանձնաժողով ստեղծում։ Ներողություն եմ խնդրում, այդ երկրորդ հարցն եք տալի։ Փաշինյան որոշ քաղաքական գործիչներ ասում են, որ հոգեբորականների դեմ այս պայքարը բերելու է բախումների քաղաքացիական պատերազմի, արդյոք դուք բացառում եք նման սցենարը եւ Գարեգին երկրորդին այ ինչպես է հեռացել, հնարավոր է որ իրավապահները նույն կերպ ասեն եկեղեցի մտնել։ Գիտեք, ես անհեթեթ եմ համարում բախումների մասին խոսակցություն։ Անհեթեթ եմ համարում։ Գիտեք 2000 դե ժողովուրդ ջան, ախր հիմիկի հետ գամ միկրոֆոններն շատ լավ ներողություն, հա, դա կատարյալ անհեթեթություն եմ համարում։ Գիտեք, մենք 2018 թվականին Հայաստանում
հեղափոխություն ենք իրականացրել եւ ըստ էության բախումներ չեն եղել։ Հիմա մենք հոգեվոր, բացառապես հոգեվոր խնդիր ենք առաջ քաշում եւ այդ հոգեվոր խնդիրը իրականացնելը կարող է տեղի ունենալ միայն հոգեվոր, քրիստոնեավայել, քրիստոնեական սիրո վրա հիմնված գործողությունների եւ քայլերի վրա հայ առաքելական եկեղեցու հավատավոր հոտը ինքը կմերժի եւ ես ուզում էի ձեզ ցույց տալ, ես այսօր կռահելով ես բերել եմ ես ձեզ բերել եմ այն մյուս գիրքը, այս գիրքը տեսեք, հա Մայրա Թոր Սուրբ Էջմիածին համաբարբար կանոնագիր քայոց։ Այս եւ ահա այս գրքերի մեջ է սահմանված սրանք հայ առաքելական եկեղեցու դարերով այս գրքի մեջ կանոնները ձևակերպվել են 356 թվականից Աշտիշատի ժողովից սկսած, որտեղ հստակ ասվում է, որ ուսակրոնությունը խախտած եպիսկոպոսը, ես գիտեք, որ կաթողիկոսը նույնպես եպիսկոպոս է, կարգալույծ է արվում։ Նրանք չեն կարող ընդհանրապես խորանին մոտենալ, նրանք չեն կարող հաղորդակից լինել հայ առաքելական եկեղեցու սրբություններին։ Եվ դա ոչ թե ես եմ ասում, դա սահմանված է մեր նախնիների սուրբ ավանդով, պատգամով եւ կանոններով։ Այստեղ ահագին բառեր կան իմիջայլոց, ես կարդացել եմ, ահագին բառեր կան, ես հիմա հումոր չեմ ասում։ Նոր բառեր էլ կան, ձեզ ծանոթ բառեր էլ կան, անծանոթ բառեր էլ կան, բայց այսօր չեմ կարծում, թե մենք գիտեք ինչ, ես առավոտյան շատ վաղ եմ արթնանում եւ ամեն օր գոնե 1.5 ժամ նվիրում եմ ընթերցանությանը։ Եկեղեցու, գիտեք ինչ, վերջին շրջանում, վերջին ամիսներին հիմնականում հայ ժողովրդի պատմությանը, մեր եկեղեցու պատմությանը, մեր եկեղեցու ավանդներին, մեր եկեղեցու կանոններին, սուրբ գրյան ընթերցումներին եւ այլն եւ այդպես շարունակ։ Այո, արդեն այս կողմից Սկսենք։ ներողություն որ։ Շատ լավ։ Խնդրեմ։ Ռուսաստանի արձագանքների Ձեզ հերթ կհասնի, խնդրում եմ։ Սամվել Կարապետյանի հետ տեղի ունեցած իրադարձություններից հետո Ռուսաստանի արձագանքները հիշեցին, թե Մելանիա Զախարովան թե Վլադիմիր Սոլովյովը որն իր հաղորդման ընթացքում այսպես բուրըն կերպով արտահայտվեց իշխանության հասցեին, Մարիա Զախարովան էլ ասաց տարօրինակ պատրվակով են ձգակալում Սամվել Կարապետյանին Երևանում։ Ոչ եք արձագանքում այդ ռուսաստանյան։ Ես չեմ կարծում, որ այդ մարդիկ իմ մեկնաբանելու մակարդակի մարդիկ են, որ ես իրանց ասածը մեկնաբանեմ։ Իրանց ասածները թող մեկնաբանեն այն մարդիկ, ում հետ իրենք ամեն օր առնչվում են։ Իսկ ինչ քայլ է սպասում։ Այս չեղավ։ Պարոն Փարշինյան, տպավորություն է, որ Հերթը դուք չունեք։ Հունիսի 20-ին Թուրքիա եք այցելելու ինչ օրակարգով եւ հրավերով աշխատանքային այց է պաշտոնական։ Նու սովորաբար նման այցերի ժամանակ կողմերը համատեղ հայտարարությամբ են հանդես գալիս, բայց քանի որ մեր գործընկերները մի քիչ անհամբեր են գտնվել, այո, այդպիսի պլան կա, այցի օրակարգի վերաբերյալ կլինի համատեղ հայտարարություն, ես կարող եմ ասել, որ իրոք այո, այցը նախատեսված է եւ այցի վերաբերյալ ուղղակի պայմանավորվածությունները չխախտելու համար համատեղության իմաստով հայտարարությունների այս պահին ընդամենը ասեմ այն ինչ որ արդեն հայտնի է համեցեք չէ նկատի ունեմ այցի մասին հայտարարություն եւ այլն արդյունքները տեղում խնդրում եմ բոլորը սպառեն որովհետեւ ժամանակի խնդիր ունեմ բայց ոնց որ ձեր հարցը արդեն տվել են
Նախ ես ձեզ ասեմ, որ անվտանգության խորհրդի նիստ պարբերաբար է հրավիրվում, ասենք օրինակ վերջին մեկ շաբաթվա ընթացքում կամ ամսվա ընթացքում երևի 4-5-6, բայց հաղորդագրություններ չեն լինում, բայց այդ նիստերը նրա համար չեն, որ Սյունիքի հետ կապված վտանգ կա։ Ես այդ հայտարարությունները համարում եմ սադրիչ, պրովոկատիվ, մի րոպե, ես այդ հայտարարությունները համարում եմ սադրիչ, պրովոկատիվ, ես այդ հայտարարությունները համարում եմ չհիմնավորված եւ Հայաստանի քաղաքացիների շրջանում անհանգստություն, խուճապ եւ անորոշություններ գեներացնելու համար։ Հայաստանի Հանրապետությունը եւ Ադրբեջանի Հանրապետությունը համաձայնեցրել են խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագիծը եւ ինչպես ասել եմ, Հայաստանի եւ Ադրբեջանի միջև նոր պատերազմ չի լինելու է խաղաղություն։ Պարոն Փաշինյան, տպավորություն է, որ դուք այս երկրի դատավորն եք փորձում լինել, ԱԱԾ պետն եք, կոշկակար եք, բոլորը փորձում են կատարել ձեր քմահաճույքները, սա է արդյոք ձեր ժողովրդավարությունը եւ խնդրում եմ արցախցիների պահով, դուք բերել եք ձեր հայրենակիցներին այստեղ եւ պատասխանատվություն եք կրում, ինչ է սպասվում արցախցիներին այսքանից հետո, 40,000-ները կտրեցիք, մարդիկ մնացել են անտուն, խնդրում եմ, որպես երկրի պատասխանատու պատասխանատվություն կրեք ձեր հայրենակիցների առաջ եւ պատասխանեք իմ այս հարցին։ Դուք ձեր հարցի մեջ նշեցիք, որ բոլորը փորձում են կատարել իմ քմահաճույքները։ Հիմա որ դուք ասեք, դուք իմ որ քմահաճույքն եք փորձում կատարել, ես ձեր հարցին կպատասխանեմ։ Բոլորը, դուք էլ եք բոլորի մեջ մտնում, օրինակ դուք որ քմահաճույքն եք հիմա։ Չէ, ես գիտեք ինչ, ներողություն եմ խնդրում, ներողություն եմ խնդրում, ես հարցը լսեցի եւ հարցին պատասխանեցի, խնդրեմ։ Իսկ արցախցիների պահով չեք ուզում անդրադառնալ։ Կանդրադառնամ, հեսա կհարցը։ Պարոն Փաշինյան, արդյոք ձեզ հայտնի դարձել են տեղեկություններ այն մասին, որ Ինչն է խնդիրը, ոնց սխալ ենք կանգնած։ Հա? Մեզ են նախատում։ Շատ լավ։ Պարոն Փաշինյան, արդյոք ձեզ հայտնի են եղել տեղեկություններ այն մասին, որ կաթողիկոսը Մինսկում հանդիպել է Ալեքսանդր Լուկաշենկոյի եւ Գագիկ Ծառուկյանի հետ, թե ոչ, եւ եթե պարոն մանրամասները ձեզ հայտնի են, թե ոչ, եւ Արդեն երկրորդ հարցն եք տալի։ Ենթահարցա, դուք երբ եք քրիստոնեությունը ընդունել, ինչու է այս հարցը առաջանում, որովհետեւ դուք շուրջ 1 ամիս առաջ է, որ սկսել եք այս եկեղեցին մաքրելու գործընթացը, եւ եթե քրիստոնյան տեսնում է, որ եկեղեցում խնդիր կա, պետք է չնայի լրագրող է, պատգամավոր է, վարչապետ է, պետք է շտապ քայլեր ձեռնարկի, բայց որ դուք այս վերջում եք սկսել այս գործընթացը, հարցեր են առաջանում, ինչու այս փուլում։ Գիտեք, ես նաև Մինսկից ոչ մի տեղեկություն չունեմ։ Իսկ այս հարցի վերաբերյալ իմ դիտարկումները, իմ կարծիքները, դիրքորոշումները ես սկսել եմ արտահայտել շատ վաղուց, իմ լրագրող եղած տարիներին, եւ եթե ձեզ հետաքրքիր լինի, կտեսնեք, որ այդ թեմայով տասնյակ հոդվածներ եմ գրել, անդրադարձել եմ եւ այլն եւ այդպես շարունակ, բայց ես ձեզ նաեւ ուղիղ ու անկեղծ ուզում եմ ասեմ, ինչքան էլ դա ես հասկանում եմ, որ մի մասին միամիտ կթվա, իսկ մյուս մասին կթվա ոչ իրական, ես երկար ժամանակ ես չեմ հավատացել այդ լուրերին, որովհետեւ ես ուղղակի չեմ մտածել, որ այդպիսի բան կարող է լինել։ Ես հիմա հասկանում եմ իհարկե, որ սա մի քիչ տարօրինակ է հնչում այդ առումով, բայց այն պահից, երբ որ ինձ համար այդ փաստերը եղել են ապացուցելի, ես հասկացել եմ, որ չեմ կարող որպես հայ առաքելական եկեղեցու հավատավոր հետևորդ չեմ կարող ուղղակի անտարբերության մատնել այդ հարցը։ Ես վարչապետի ինչ լծակ եմ օգտագործել, այդ ներողություն, այդ էջը ես բացել եմ 2011 թվականին, բայց ինչ կապ ունի, մինչև 18 լսեք, դա իմ անձնական էջն է եւ ես իմ կարծիքները կիսում եմ, այդ թվում որպես վարչապետ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների եւ հայ առաքելական եկեղեցու հետևորդների հետ։ Ինչ խնդիր կա։ Խնդրեմ։
Պարոն Փաշինյան, դուք ասացիք, որ Ադրբեջանի հետ խաղաղություն կլինի, բայց ըստ էության հնչող հաստատները եւ տեղի ունեցող զարգացումները դրանց չեն բերում։ Առապացույցն են գրակոծները, որոնք տեղի ունենում Ադրբեջանի կողմից Սյունիքի գյուղերի ուղղությամբ եւ նաեւ խոսք է գնացել օրի ու ժամի պայմանավորվածության վերաբերյալ, որը Հայաստանի առաջարկը եւ Ադրբեջանը մինչեւ հիմա այդ առաջարկությունը չի ընդունել։ Սա արդյոք չի խոսում այն մասին, որ Ադրբեջանը ըստ էության Հայաստանի հետ խաղաղություն չի ցանկանում կնքել եւ նաեւ ինչ քայլեր է ձեռնարկում Հայաստանի իշխանությունը Ադրբեջանում պահվող գերիների վերադարձի ուղղությամբ։ Մենք ասել ենք, որ մենք հավատարիմ ենք մնալու խաղաղության օրակարգին եւ մենք շարունակում ենք խորհրդակցությունները, բանակցությունները Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման ժամկետների շուրջ եւ փորձում ենք ստեղծել այն միջավայրը եւ պայմանները, որ դա հնարավոր լինի։ Ես նկատի ունեմ, տեսեք, երբ որ մենք ընտրել ենք այդ ռազմավարությունը ունի մի առանձնահատկություն, որ մենք հետեւողական, քայլ-քայլ, համբերատար պետք է գնանք այդ ճանապարհով։ Իմիջայլոց ուզում եմ ձեզ հետեւյալը ասեմ, որ եթե նկատել եք, ես վերջին շրջանում ավելի ինտենսիվ եմ շփվում մեր քաղաքացիների հետ եւ կարող եմ ասել, որ միանշանակ ընդգծել, որ խաղաղության օրակարգի իրացման ճանապարհին մենք ունենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիների միանշանակ եւ աներկբա աջակցությունը։ Հիմա մնացածը խնդիրը հետեւյալն է։ Ես այսօր էլ պատրաստվում եմ ասել եւ գիտեք ինչ, իմ կարծիքը հետեւյալն է, որ այո, Հայաստանի Հանրապետության շուրջ կան սպառնալիքներ։ Այդ սպառնալիքները եղել են միշտ, բայց նորությունը այն է, որ Հայաստանի Հանրապետության շուրջ եւ Հայաստանի Հանրապետության համար ստեղծվել են աննախադեպ հնարավորություններ, որոնք նախկինում երբեք չեն եղել, եւ ընդ որում նորություններից մեկը այն է, որ հիմա իմ գնահատմամբ Հայաստանի Հանրապետությունը սպառնալիքները կառավարելու եւ հնարավորությունները օգտագործելու ավելի մեծ կարողություններ եւ հնարավորություններ ունի։ Գերիների մասով էլ գիտեք, բոլոր հարցերով մենք աշխատում ենք ամենօրյա ռեժիմով, նայած այդ օրը ինչ հնարավորություններ եւ ինչ նոր մարտահրավերներ են ի հայտ գալիս, բնականաբար այդ բոլոր հարցերը չեն կարող մեր օրակարգից դուրս լինել։ Խորհրդարանական ընդդիմությունը բան վարչապետ ձեզ անվստահություն հայտնելու գործընթացը փորձում սկսել, չեմ հիշում թե որորդ անգամ։ Ինչ եք կարծում, այս անգամ կհաջողեն եւ ձեր վերաբերվում այս գործընթացը։ Գիտեք, ես ինչ պիտի մեկնաբանեմ։ Ընդդիմությունը իր գործունեությամբ է զբաղված, թող զբաղվի, կհաջողի, թե չի հաջողի, իրենք թող մտածեն, ես կարծում եմ, որ չի հաջողի։ Կարծում եք պատճառներ չկան։ Սավեկ Կարապետյանի շուրջ երեկվա իրադարձությունից հետո նաև շատ թեմատիկներ ակնարկում էին, որ սա Ռուսաստանից, այսպես ասած, հրահանգված է։ Դուք եք շարունակում պնդել, որ Ռուսաստանը հիբրիդային պատերազմ է մղում Հայաստանի դեմ եւ այս գործընթացները հենց Կրեմլից են, այսպես ասած, հրահանգվում։ Ես փոխադարձ վստահության վրա հիմնված շատ սերտ աշխատանքային հարաբերություններ ունեմ Ռուսաստանի Դաշնության նախագահի, Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավարի հետ եւ ես չեմ կարող հավատալ, որ նրանք Կրեմլից կարող է այդպիսի գործողություններ կամ կառավարությունից սպիտակ տուն են անվանում իրենց կառավարությունը նույնպես կարող է Հայաստանի դեմ նման գործողություններ լինել, բայց չեմ բացառում եւ մեծ է հավանականությունը, որ Ռուսաստանում այնուամենայնիվ կան որոշակի շրջանակներ, ընդ որում ոչ միայն Ռուսաստանում կան այդպիսի շրջանակներ, ես վստահ եմ, որ կոնկրետ այս դեպքում այլ երկրներում էլ կան որոշակի շրջանակներ, որոնք այս հիբրիդային գործողությունների եւ հիբրիդային պատերազմի հետևում են կանգնած, բայց ես նաեւ համոզված եմ, որ մենք ունենք բոլոր կարողությունները եւ բոլոր հնարավորությունները կառավարել
այդ հիբրիդային ռիսկերը եւ ոչ միայն հիբրիդային ռիսկերը։ Հարգելի լրագրողներ, պայմանավորվածության Իմ հարցին չպատասխանեցիք արցախցիների հետ կապված։ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հետ կապված մենք ընթացքի մեջ է բնակարանավորման ծրագիրը, աշխատանքի ծրագիրը եւ այլն, սոցիալական առավել խոցելի խմբերին սոցիալական աջակցության ծրագիրը։ Ես ուրախությամբ եմ արձանագրում, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր մի քանի տասնյակ հազար հայրենակիցներ արդեն Հայաստանի Հանրապետությունում աշխատանք ունեն, աշխատում են եւ ես համոզված եմ, որ նաեւ մեր աջակցությամբ նրանք կտնավորվեն Հայաստանի Հանրապետությունում եւ մենք ամեն ինչ կանենք, որ նրանք իրենց զգան մաքսիմալ լիարժեք, չնայած ես կարծում եմ, որ դրա համար պետք է աշխատանքի հարցը լուծել, ուրիշ որևէ լրացուցիչ բան անելու անհրաժեշտություն չկա, որովհետև նրանք գտնում են իրենց հայրենիքում, իրենց տանը եւ քաղաքացիություն կստանան եւ իրենք վերջնականապես կգտնվեն իրենց պետության մեջ։ Շնորհակալ եմ։ Ինչու է պետության փողերով կրթվելը նորաձև շարժումը ֆինանսավորում։ Մենք եթե այդ հարցը կարևորում էիք, ախր տայիք ընթացքում։ Այդ ազնիվ ներողություն եմ, չէ, ներողություն, բայց վերև մենք պայմանավորվեցինք, որ մի հարց եք, չէ՞ տալիս։ Դա ազնիվ չի։ Եթե ես այդ հարցին կպատասխանեմ, բայց ես ուղղակի ուզեցի այդ դիտարկումը անել։ Ուրեմն իմ գործունեության ցանկացած ձև, այսօր որ ես եկել եմ ազգային ժողով, հետո որ գնամ հետ ազգային ժողովից, այդ ամեն ինչը ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից, վարչապետի գործունեության շրջանակում։ Այն ինչ որ ես անում եմ կրթվելը նորաձև է շարժման շրջանակներում, դա համարում եմ իմ որպես վարչապետ գործունեության չափազանց կարևոր մաս։ Հակառակ դեպքում ես շաբաթ կիրակիները եւ նույնիսկ որոշ աշխատանքային օրերի աշխատանքային ժամեր չէի տրամադրի։ Ես կա որ մի րոպե, դա Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ խոսակցություն է, մեր ժողովրդի հետ խոսակցություն է։ Դա փակ, խորհրդապահական, այսինքն այնտեղ գաղտնիք չկա, բայց հանգիստ դահլիճային պայմաններում։ Դա Հայաստանի Հանրապետության վարչապետի գործունեության մի մաս է եւ Հայաստանի Հանրապետության վարչապետի գործունեությունը չի կարող ֆինանսավորվել այլ աղբյուրից, բացի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն։ Ընդ որում գաղտնիք չի։ Դա այդ գումարները վարչապետի գործունեության առողակարգային եւ այլ ծախսերի մեջ է, որը միշտ էլ գաղտնի է եղել եւ այդպիսին է։ Այսինքն դա ընդ որում ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրեմ այն հանդիպումներին, որտեղ ես չեմ մասնակցում, այսինքն Հայաստանի Հանրապետության վարչապետը չի մասնակցում, դա պետական բյուջեից չի ֆինանսավորվում։ Արդեն ես հիմա մանրամասները չեմ կարող ասել, բայց այնտեղ որտեղ ես եմ մասնակցում, այո։ Շնորհակալ եմ։